Պարոն Հոխիկյան, այսօր դատանում եք երկու տարբեր գործերով, մեկը Ալեն Սիմոնյանի հետ կապված, մեկը Խաչատուր Սուքեսյանի հետ կապված։ Նախ սկսենք Ալեն Սիմոնյանի գործի վերաբերյալ։ Ես գիտեմ, որ նախկինում եւս անցել եք դատավարական այս process-ներով, որից հետո դատական գործը ըստ էության փակվել էր, հիմա ինչու նորից վերաբացվեց։ Իմ կարծիքով գործ ունենք պաշտոնական դիրքի չարաշահման հետ, որովհետև Ալեն Սիմոնյանը դիմել էր դատարան դեռ 2023 թվականին, իդեպ խախտելով վարամության ժամկետները, եւ հենց այդ հիմքով էլ դատարանը 2024 թվականին գործը կարճել էր, չնայած դրան գնաց վերաքննիչ դատարան, վերաքննիչից հետո Վճռաբեկ դատարան եւ Վճռաբեկ դատարանը նորից գործը ուղարկեց վերաքննության։ Եվ հիմա դա է քննվում, իդեպ ինչու եմ ասում, որ պաշտոնական դիրքի առերևույթ չարաշահում կա, որովհետև նախորդիվ Ալեն Սիմոնյանը ներկայացրել էր, որ ինքը չունի ապացույցներ, իսկ հիմա հանկարծ որոշել է, որ ունի ապացույցներ, այդպես ժամկետի։ Կյանքը որ հասարակության ավելի լայն շերտային հասկանալի լինի, խնդրում եմ գործի մանրամասները մի փոքր կներկայացնեք։ Հետևյալն էր 23 թվականի ամռանը, երբ որ Արցախի լինելիության հարցներ, շրջափակումներ եւ այլն, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը ինձ հարց է տվել գործընկերներից մեկը, որ Ալեն Սիմոնյանը ահա այսպիսի կարծիք ունի Ադրբեջանի հետ իր բարեկամության եւ այլն, ինչ որ արդեն մանրամասն չեմ էլ հիշում, եւ ես նշել եմ, որ Ալեն Սիմոնյանը չի կարող Արցախի ճակատագրի հետ կապված որոշումներ կայացնել եւ խոսքի մեջ նշել էի, որ նա կարող է ընդամենը պոռնոդերասան լինել։ Հաշվի առնելով նրա ֆիլմերը, որոնք մինչև այդ նա խաղացել է, գուցե դրանք պոռնոգրաֆիկ բնույթի չեն եղել, այլ եղել են էրոտիկ բնույթի, ես շատ չեմ տարբերում դրանց, խիստ մասնագիտական տարբերությունը, հավանաբար Ալեն Սիմոնյանը տարբերում է։ Դրա համար դատի էր տվել, որը մինչև հիմա շարունակվում է ավելի քան 2 տարի։ Իսկ ինչու այդ գործը փակվեց ու ինչու հիմա նորից վերաբացվեց։ Գործը փակվեց վաղեմության ժամկետների խախտման առումով, վերաբացվեց, որովհետև Վճռաբեկ դատարանը չգիտես ինչու որոշել էր, որ դատարանը չի մանրամասնել Ալեն Սիմոնյանի իրավունքները։